Դե ինչ ամփոփենք ընտրությունները 2026 թվականի ընտրություններում անցան 3 ուժ, ինչպես ընտրապայքարը անցավ, ինչ ուժեր անցան, ինչ սպասենք եւ ինչ արդյունք կունենանք։ Խորհրդարան անցան Նիկոլ Փաշինյանը ու իր աջակիցները, որտեվ ով է Տաշիր Սամոն ու Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանն է իրանց սարքել քաղաքական ռեյտինգ բարձրացել, քաղաքական գործոն սարքել 0% ռեյտինգ ունեցողները դարձել է քաղաքական գործը։ 21 թվականի ընտրություններին երկրորդ տեղը Ռոբերտ Քոչարյանն անգնել, Քոչորլին հիմա էլ ռուսաստանցի օլիգարխ Տաշիր Սամոն։ Ինչով հիմնավորվում է, որ Քոչարյանն ու Տաշիր Սամոն ու Դոդիկը, որը բախտը չբերեց, Նիկոլ Փաշինյանի աջակիցներն ու նվիրյալներն են, եւ ինչա Նիկոլ Փաշինյանը իրենց առաջի պլան բերել, որտեվ որ մենք ռուսական օկուպացիայից չազատվենք։ Մենք հələ ռուսկի միրի ներքո ենք, արժեքամակարգի պահանջատները, մենք բոլշևիկյա հաշիական ռուսկի միրի այդ հաշան բոլշևիզմի մի քիչ ձևափոխված ձևն է, այն նվիրյալները, որ առաջի դեմքում եվացել են, նրանք չէ։ Արժեքամակարգի ներքո ենք, օկուպացիայի ներքո ենք, Ռուսաստանի ազդեցությունը մեր վրա ավելի շատ է, քան թե նախորդների ժամանակ, ու նրանց չէ, որ նախորդները ավելի նվիրյալ են եղել Ռուսաստանը, պարզապես ապրանքաշրջանառությունը 22 թվականի ռուս-ուկրաինական պատերազմը մեզ ավելի առաջի պլան է բերել։ Առաջին միֆը այն է, որ Նիկոլը արևմտամետ է եւ մեզ տանում արևմուտք, թե Նիկոլ Փաշինյանը, թե Արարատ Միրզոյանը, թե Ալեն Սիմոնյանը մեր պետության առաջի դեմքերը իրենք են։ Բազմիցս հայտարարել են Պուտինի, Լավրովի եւ այլ Ալեն Սիմոնյանն էլ բան է Եվրազիայի գագաթնաժողովին, որ Հայաստանը ոչ մի եվրոինտեգրման քայլ չի արել եւ չի անում եւ չի պատրաստվում անի։ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը բազմիցս են հայտարարել, որ եվրոինտեգրման քայլեր չի արվում։ Այն ռուսական բոլշևիզմի այդ թուրքա վաշխառոյա թալանչիական արժեքամակարգով այդ պրովոկատորները ասում են Եվրոպան ձեզ գցեց, Եվրոպան դուք արևմուտք եք գնում, Ռուսաստանը ձեզ խփում է, չդիմանում ոչ մի կրիտիկի, ոչ մի քայլ չի արվում, բազմիցս են հայտարարել Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, պետության առաջի դեմքերը իրենք են։ Պետության ղեկավարը խորհրդարանի նախագահն է, որը նշանակում է մնացած պաշտոնները։ Մեր պետության գլուխը խորհրդարանն է։ Նոր մնացածը կառավարությունն է իր գործն անում։ Մնացածը հակակշիռներն են։ Հիմա դա եվրոինտեգրման մասին։ Հիմա ինչով է Տաշիր Սամոն, Ռոբերտ Քոչարյան, Դոդի Գագոն, Նիկոլի նվիրյալ, որպես այդպեսի Նիկոլի նշանակած ընդդիմադիրներ։ Նպատակային է, որ adekvat հայերով մենք չկարողանանք համախմբվենք ու Հայաստանի անկախության զարգացման համար քայլեր անենք ու պայքարենք, որտեվ այդ ընտրապայքարի process-ը, այն նարատիվները, որ առաջատարվում են ձևավորվում են, զուտ էմոցիաների, վախերի, զուտ ապատեգատվության, 300,000 ադրբեջանցի դեն վերջում է Տաշիր Սամոն հայտարարեց, որ ինքն է դա ենթադրել, այսինքն Ռուսաստանի գլխավորությամբ ռուսկի միրի թուրքական աշխարհի նարատիվներն առաջ տարվել։ Փոքրից սկսենք Դոդի Գագոյի հիմնական բիզնեսը դա այդ օղի գինի կոնյակ Ռուսաստան արտահանելն է։ Մի անգամ Նիկոլի ժամանակ ցույց տվեք, որ այդ խաղողի մթերման, խաղողի հետ կապված կամ այդ կոնյակի գինու Ռուսաստան արտահանման հետ Դոդի Գագոն պրոբլեմա ունեցել։ Մի հատ դեպք ցույց տվեք, որ Նիկոլի ժամանակ, նախկինները չեմ ասում, այդքան խաղողագործներին խաբել գցել է սարեր, մի հատ խաղողագործի շահը պաշտպանել է։ Երկրորդ փաստը Դոդի Գագոն, որ Նիկոլի նվիրյալն, Նիկոլի աջակիցն է, այն է, որ Արադ ցեմենտը աշխատում ու հարստանում է միայն մի պայմանով, որտեղ պետական արգելք կա դրսից ցեմենտ ներկրնել, քվոտա կա 10-20% Հայաստանի շուկայի սպառման, որ կարողաս դրսից ներս կրես,
որի շնորհիվ մենք ունենք ցեմենտի ահասարսուր թանկին, շուրջ 56,000 դրամա։ Այդ Նիկոլ Փաշինյանը չի թե որ դա մեր պապինական հարստությունն է, ամբողջ Հայաստանը, մեր սովետի մեր պապերի արցունք տարապան կոչվող սարքած գործարանն է, որ Քոչյանի, Դոդի Գագոյի եւ Վազգեն Սարգսյանի ընտանիքին է պատկանում այդ ամենը։ Արացեմենտ գործարանը աշխատում է 40 տարով էլ այն ժամանակ պայմանագիր են կնքել արաբական երկրների հետ, որ $50 տոննան ընդդեմ ցեմենտի տեսակը արտանում են 40 տարով։ Պետական մոնոպոլիա կա ցեմենտը ներկրելու, որ ստեղի գները չիշնի, Դոդի Գագոն 56,000 դրամով է մեզ ցեմենտ ծախում, ցանկացած ռեմոնտանող շինարարություն անողը Դոդի Գագոյին փող է տալի։ Ինքնարժեքը ինչքան է, ինքնարժեքը մի տոննա ցեմենտի հանքաքարին պետությանը տալիս է 300 դրամ։ Դա պետության մեկ էլ աշխատողների աշխատանքային սոցվճարն է, բայց դա աշխատողի աշխատավարձից է վերցնում Դոդի Գագոն տալի։ Ու տարվա վերջ գազի ու էլեկտրական հոսանքի ամեն տարի Նիկոլ Փաշինյանը այդ պարտավորությունների 90%-ը ջրում է։ Հիմա ինչով Նիկոլ Փաշինյանի աջակցությունը նվիրալ չի։ Ռոբերտ Քոչյանի բանկը, Արշին բանկը եւ այլ բանկեր ունի, մենակ այդ Արշին բանկը ամբողջ Հայաստանի բանկերի չափ հասույթ է օֆիցիալ ունեցել 25 թվականին։ Հեռախոսների մոնոպոլիան Ռոբերտ Քոչյանն է, Վիոլա ջուրը, Հայփոստը, Արեփորտը Ռոբերտ Քոչյանինն է, ապաների կեսը Ռոբերտ Քոչյանինն է, տղունը կեսը Գրզոյիկինն է։ Ինչն է Ռոբերտ Քոչյանի տուժել բիզնեսի, ինչն է վնասել։ Ոչ մի բան է։ Տաշիր Սամոնին անցած տարվանից Նիկոլը սարքեց քաղաքական ֆենոմեն, բռնել բաց թողել, անունով բռնել բաց թողել։ Մի հատ դատական նիստ ցույց տվեք, մի հատ ցույց տվեք, որ բանտում է, բանտից հանել են, տարել են դատարան, իսկ առանց այդ գործընթացների չի լինում, չկա։ Մենակ Տաշիր Սամոնի դեմ արդյոք բերում միջոցրել են, կամ դատարանի մոտակը ինչ որ ԱԱՑ-ի դեմ էլի, լավ կլոունա դեմ, մի հատ դատական նիստ չի կարծում, տա որտեղ Տաշիր Սամոնին դատում են։ Տաշիր Սամոնն էլեկտրացանցերը վերցել է, դրել է Կիպրոսի բանկում գրավ 150 միլիոն եվրո։ Այդ պարտավորությունները չի մարել, ագին տոկոսներ, տուգանքներ, պարտքեր է մնացել, քան որ դա անշարժ գույք չի կարելի Կիպրոսի բաներ անի ու Հայաստանի մեջ է շրջանառում այդ փողերը, էլի Կիպրոսի բանկերը չի կարող կալանավորի։ Այդ պարտավորություններից ցենզուն չկա, որ Տաշիր Սամոն փակել է։ Տաշիր Սամոնն էլեկտրացանցերը վերցելուց 1.8 միլիարդ դոլար պետական գարանտիայով վարկ է վերցել, որի արդյունքում, այսինքն պետական գարանտիան ի՞նչ է նշանակում, որ եթե ինքը չկարողանա տա, պետությունն է տալի, այսինքն մենք, որի արդյունքում են թազա հաշվիչներ են դրել, էլեկտրացանցերը ամբողջ պիտի մոդեռնիզացվի։ Հիմա հաշվետվություն կա, ինչքանն է մոդեռնիզացվել, ԿՊԱ-ականները մեռան ցույց տալով, որ ոչ մի բան չի արել, այսինքն այդ 1.8 միլիարդ դոլարը, որ մեր գարանտիայով, այսինքն մենք երաշխավոր ենք ազգովի պետությունով, որ Տաշիր Սամոն վերցել է այդ փողերից, այդ պարտքից Նիկոլ Փաշինյանի մոտ կամ դատական process կարեք ցույց տաք, որ Տաշիր Սամոնից դա բռնագանձում են։ Ինչքան պարտք պահանջ ունի աշխատանքային աշխատավարձային աշխատավարձից Պարագայում պետությանը հարկեր տուրքեր վճարելու, այդ էլեկտրացանցի գործառույթից հարկեր տուրքեր վճարելու պետությանը հսկայածավալ միլիարդավոր դոլարների պարտավորություններ ունի Տաշիր Սամոն պետության հանդեպ, որը վերցելով Նիկոլ Փաշինյանը սարքում է, մենք ենք փակվում։ Ատոմային էլեկտրակայանը Հրազդանի Երևանի ջրկերը ռուսական են, ինչա Նիկոլ Փաշինյանը վերցել։ Այնպես որ պայքարում ենք ռուսական օկուպացիայի դեմ, ուրիշ ճար չկա։